Հակընդեմ հավաքներ Մայրաթորի բակում, կտրիչ հեռացիր և վեհափառ քեզ հետ ենք միաժամանակ վանկարկող քաղաքացիներին միմյանցից բաժանում էր ոստիկանական լայնարձակ պատը։ Մինչև երկու թևի բաժանված քաղաքացիները կաթողիկոսին սատարող, իսկ մյուսներն էլ նրա հեռացումը պահանջող հայտարարություններ էին անում, վեհարանից դուրս եկավ և դեպի եկեղեցի ժամերգության անձայն քայլեց նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II։ Մայրաթորի զանգերը սովորականից ավելի երկար խողանջեցին։ Հայրապետ, ինչ կասեք ես ամենի վերաբերյալ։ Այնուհետև Մայրաթորի բակ եկան նաև այն 10 եպիսկոպոսները, որոնք ավելի վաղ հանդես էին եկել կաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Հայտարարեցին իրենց հավաքը կրում է խաղաղ բնույթ։ Հավաքվածներին կոչ արեցին լինել զուսպ և ներողամիտ միմյանց նկատմամբ։ Մեր տղաներն ու աղջիկները, որ վերևում բղավում են, էլի մերն են։ Մենք բոլորին սիրում ենք։ Ինչպիսի վարկանկումներ են, որ լինեն, միևնույն է, բոլորը մեր քրիստոնյա հավատացյալներն են։ Բայց նրանք բոլորը շփոթության մեջ են, որովհետև մենք ձայն ենք բարձրացրել հանուն արդարության։ Ամենայն հայոց կաթողիկոսը պիտի ծառայի հայ ժողովրդին և Հայաստանին, և սա է կարևորը, այստեղ էջմիածնի և եկեղեցուց են ոչ ոք չի գործում, մենք բոլորս Մայրաթոր Սուրբ Էջմիածնի զավակներն ենք, միայն բղավելով չի, այստեղ շատ կարևոր է, որ մենք մեր պետականության կողքն ենք, մեր Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողքն ենք, և գալու է հեռու չի այն օրը, Երբ որ ամենայն հայոց կաթողիկոսը կգիտակցի, որ այլևս իրավունք չունի շարունակելու և հանձնելու է Էջմիածինը հայ ժողովրդին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում էր նաև Տեր Արամ քահանա Ասատրյանը։ Ստեղծված իրավիճակը ինչպես եք մեկնաբանում Տեր Արամ։ Ծանր եմ մեկնաբանում, բանը պետք է սրան չհասներ, բայց ստիպված ենք այս ձևով եկել ենք խնդրելու, որ ինքնակամ լքի գնա հանգստի։ Չի գնում, չի լքում, ինչպես տեսնում ենք, հենց հիմա կաթողիկոսը ներսում պատարագ է անցկացնում, ժամերգություն է իրականացվում, հենց հիմա բոլորս այստեղ տեսնում ենք դա։ Ոնց եք պատկերացնում այդ դեպքում հեռացում։ Մենք ուզում ենք մեր խոսքը փոխանցել նրան, որ լսի ինձ թվում է հետևություններ կանի, որից հետո կմտածի եւ կարծում ենք լավատեսենք, որ հրաժարական կտա։ Տարօրինակ չէ, որ հակառակ կողմում նաև տեսնում ենք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ընդհանուր քաղաքական դերակատարներ, ովքեր եկել են սատարելու։ Ինչու է սա Իմ կարծիքով իրենք ոչ թե եկել են եկեղեցուն սատարելու, այլ անձին սատարելու։ Այս իմաստով իրենք ուզում են անձին պաշտպանել եւ եկեղեցին պաշտպանելու ինձ թվում է հարց չունեն, իրենց առաջ նման նպատակ չունեն դրած, եթե նման նպատակ ունենային, կանցնեին մեր շարքեր։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներից Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը հայտարարեց Գարեգին Բ-ի հրաժարականի նամակ պահանջը փոխանցել են քարտուղարություն, կսպասեն արձագանքին։ Իրավիճակը մերթ ընդ մերթ լարվում էր։ Քաղաքացիական բախումներից խուսափելու համար 10 եպիսկոպոսները հեռացան Մայր Աթոռից, իսկ Տեր Արամ քահանա Ասատրյանը տերունական միասնական աղոթքով եզրափակեց հավաքը։
Սիրելիներ, մեր հետագա գործողությունները պայմանավորված է Կտրիչ Ներսիսյանի որոշմամբ, թե այդ թուղթը կարդալուց հետո ինքը ինչ որոշում կկայացնի, կհեռանա, թե կմնա, ըստ այդմ մենք էլ կհասկանանք մեր գործողությունները, հետևաբար ինչի համար որ եկել ենք այստեղ, թուղթը նրան փոխանցելու, որ նա ծանոթանա հայ ժողովրդի ցանկությանը եւ այդ ժողովրդին առաջնորդող եպիսկոպոսների ցանկությանը ամբողջությամբ կատարված է։ Հետևաբար նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներիդ, որ այսօր այստեղ եք, որ այսօր ձեր առաջնորդների կողքին եք, որ այսօր եկեղեցու կողքին եք եւ խնդրում եմ ձեզ, որ վերադառնաք ձեր տները։ Շնորհակալ եմ ձեզ շատ, Աստված պահապան լինի ամենքիդ, եկեք բարձրաձայն հայր մեր աղոթքը ասենք եւ պահպանի աղոթքով գնանք դեպի մեր տները։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։